Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, Անտիֆեքի հետ մենք շարունակում ենք աշխատել ձեզ համար եւ ներկայացնում Ղազարյան versus Ղազարյան նախագծի հերթական թողարկումը։ Այսօր Վերեստին Պետրոս Ղազարյանը իր տաղավար էր հրավիրել Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Թագուհի Ղազարյանին։ Դե բնականաբար նրա Ղազարյան լինելը արդեն բավարար էր, նաեւ մեզ մոտ հայտնվելու համար, ուստի մենք կմշակենք Վերեստին Թագուհի Ղազարյանին։ Բաժանորդագրվեք Անտիֆեքի YouTube-յան ալիքին, հավանեք եւ տարածեք այս տեսանյութը, թողեք ձեր մեկնաբանությունները, donation alerts, Patreon, super chat, բանկային փոխանցումներով օգնեք Անտիֆեքին, այս եւ մյուս նախագծերի համար։ Բարի եկեք սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին, այսօր մենք կզրուցենք քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Թագուհի Ղազարյանի հետ, բարեկարգ Տիկին Ղազարյան, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Եվ մեր հյուրը Էդգար Ղազարյանն է։ Բարև ձեզ, դե Ղազարյան, երեք Ղազարյանով տեսալ այսօր ինչեր են կանելու Պետրոս ջան։ Այսօր քաղաքական դաշտում լուրջ իրադարձություն տեղի ունեցավ։ Արման Թաթոյանը հայտարարեց, որ վերջ մտնում է քաղաքականության մեջ, ռեժիմը խոճապի մեջ է թե ոչ։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան, շնորհակալություն հրավերի համար։ Սպասի։ Պետրոս ջան, դու մտածում ես, որ քաղաքական դաշտում դες հեգնում ես էլի Արման Թաթոյանի մուտքը քաղաքական։ Դու մտածում ես, որ քաղաքական դաշտում լուրջ իրադարձություն էր, երբ որ դու մտար քաղաքականություն, այն էլ ԲՀԿ-ի համամասնական ցուցակի երկրորդ համարը, որ դառնաս Երևանի ավականու անդամ։ Այդ էր իրադարձություն քաղաքական դաշտում, որ բոլոր ժամանակների ռեժիմները հայտնվեցին խոճապի մեջ։ Այդի խոճապ էր, թե չէ Արման Թաթոյանի մտնելը քաղաքականություն, ինչի պիտի լինի իրադարձություն։ Արման Թաթոյանով մենք ունենք Պետրոս, քաղաքական գործիչ։ Պետրոսը չի չդառար դու ավականու անդամ։ Չթողին։ Ինձ ընդհանրապես միշտ հետաքրքիր են եղել այն մարդիկ, ովքեր մտնում են քաղաքականության մեջ եւ դուրս են գալիս քաղաքականության մեջ եւ կարծես թե ինչ որ միջանցքական, չգիտեմ, պատշգամբ եւ կարող են դուռ բացել, մտնել, հետո դուրս գալ։ Ես կարծում եմ, որ քաղաքականությամբ մարդիկ կամ զբաղվում են կամ չեն զբաղվում, մարդիկ կամ քաղաքական են կամ ոչ։ Ինչ վերաբերում է պարոն Թաթոյանի հայտարարությանը, նման մի կանխատեսում ես զգացի այն պահին, երբ որ պարոն Թաթոյան գրել էր, որ բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ մի քանի օր առաջ գրել էր, չպետք է զբաղվեն քաղաքականությամբ եւ չպետք է հավակնեն բարձրաստիճան պաշտոնների։ Ոնց կարելի է դες բանը հակառակ, այսինքն ինչ տգետները պետք է չղեկավարեն մեզ։ Այդ ինչ է ասել Թաթոյան։ Լսել ես դու էդի Պետրոս։ Այսինքն ոնց է բարձրագույն կրթություն ունեցողները պետք է։ Այ բա մեր Նիկոլը, բա այն բուժքույրը։ Այն հազար, այսինքն ինչ դա պիտի քաղաքականություն, բա ինչ պիտի անենք մենք։ Բա առողջապահության ոլորտը, հələ Թաթոյանը մտերավ թե չէ, արդեն սաղ խառնեց սաղ իրար։ Ոնց կլինի առանց կրթված մարդիկ, փորձառու մարդիկ, գիտելիքներ ունեցող մարդիկ կլինեն մեր երկրի ղեկավար։ Հակառակը մեր երկրում պետք է անգրագետներ լինեն, գնալով պետք է հəլես մեր կողքի կրթվածներին եկա դրանց էլ հանեք շպրտեք դուս։ Ինչքան անգրագետներ կա, բաներ կա, բերեք մատ կա, մցնեք։ Անգրագետներ նավակում եք, բերում ենք տգետների դպրոց, մի հատ սեսիա, լսում են, գնացին պետական պաշտոնների։ Պետրոս, դու իմիջայլոս բարձրագույն կրթություն ես, բայց դու էլ հանգիստ կարաս տեղավորվես այս տգետների դպրոցի ցանկում։ Ես ենթադրեցի, որ քանի որ ինքը երևի թե ինքը ցանկացել է քաղաքականություն մտնել եւ հասկացել, որ անմրցունակ է լինելու եւ ուզեցել է իր մրցակցային առավելություններ ընդգծել, չեմ զարմանա, եթե պարոն Թաթոյանը առաջիկայում հայտարարի, որ բարձրաստիճան պաշտոններ պետք է զբաղեցնեն միայն այով անունը սկսվող եւ թեյով ազգանունը սկսվող մարդիկ։ Չէ, տենց չի լինի, չէ։ Այսինքն դուք մտածում եք, որ բարձրագույն կրթություն ունենալը դա մրցակցային առավելություն է։ Ոչ, Տիկին Ղազարյան ջան։ Դա թերություն է։ Բարձրագույն կրթությունը խանգարում է մարդուն, որ ինքը խելացի լինի։ Բարձրագույն կրթություն ունեցողները ինչ։ Օրինակ, եթե բարձրագույն կրթություն ունենաս, պետք է ուղերձներ հղես, Երևանի տոն։ Իսկ եթե բարձրագույն կրթություն չունես, մի հատ վիդեո միացնում ես, երգ։ Սենց ապուշ հասկացած ես անում, հետո մեծ սենց ես անում։ Ահա, բրծավ։ Էլ ինչ ուղերձ, էլ ինչ միջոցառում, էլ ինչ հանդիսավորնից, չէ, բարձրագույն կրթությունը թերություն է, դա պիտի վերացվի։ Իսկ եթե մնան մենակ այով ու թեյովը, մի րոպե,
մի րոպե, դու Ղազարյան Թաքուի։ Ահա, այսինքն թեմ բռնում է, ան չի բռնում։ Բա այդտեղ ինչ կարանք ասենք սրան Պետրոս, որ ինքն էլ մի պաշտոն զբաղեցնի։ Թաքուին բռնում է։ Ղազարյանի տեղ ինչ ասենք սրան։ Հələ մի հատ մտածենք տենանք էլով կա այով ու թեյով էլի որ մնում է Թունյան, բայց նա բանա։ Նա բաբկեն է։ Բայց ԿՊ-ի անդամ է, թողի Թունյան անդամ։ Կլինի տենց։ Էլով կարող լինի։ Թումասյան ունեն սրանք խմբակցությունում, այն է թողի անդամ։ Թումասյան անդամ։ Որ բռնի էլի, թեյով լինի, այով լինի։ Էլով կա Հարայն Թորոսյանը, Շիրակը, այ Շիրակ է։ Շիրակի մարզիկ է ասած Նիկոլ Փաշյանի ադր անդամ։ Իմիջիալոց էդի սաղի անդամն էլ եղել է։ Համ այն հզոր հայրենի կուսակցության անդամ ա եղել։ Դրա նախագահը հիմա բանը ներքին գործերի նախարարի կեսրարն է։ Համ հանրապետականի անդամ ա եղել։ Համ էլ հիմա ԿՊ-ը։ Այն Թորոսյանը вообще սաղի անդամներն էլ եղել է։ Էդի շատ հետաքրքիր է։ Դուք ինչի անդամ եք Տիկին Ղազարյան։ Դուք մենակ ԿՊ Պետրոս դու սկզբից ոնց ներկայացրիր, ասիր քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ։ Դե հազիվել քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամն սենց էլ էր էլի։ Պետրոս Ռոմանոսին ինչի չես կանչում։ Նա էլ քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ չի, բայց կուսակցության անդամ է։ Ռոմանոսին էլ կանչի էլի։ Կանչի թող իրար հետ շփվեն։ Բայց տեսեք, սցենարը ոնց որ թե պարզ է։ Սնկի պես աճում են եւ աճելու են հայրենիքը փրկող հայրենասերները, տեսեք արդեն ես յան մշտական զապաս էի ասում, զապասից արդեն գալիս են դաշտ եւ Գյումրու սցենարը կկրկնվի եւ 5, 4, 6, 7% կհավաքեն եւ ավելի շատ կգումարվի, քան իշխանության ձայներն է։ Ինչպես եղավ Գյումրիում։ Իշխանությունը հաղթեց, բայց քաղաքապետ ընտրվեց Վարդան Ղուկասյանը։ Պետրոս, արա դու նկատել ես, որ այդ վիզը այնքան է կարճացել, արդեն մտե փորդ, որ այդ Սառուշկատ հասել է ականջներիդ, այդ Սառուշկայի վառադիկները։ Արա այդքան էլ մի թոմ մարզասրա բան ես, արա մի քիչ գլուխը տնես բան պարզել, մի քիչ քիշկե, մի քիչ քեզ հետևի էլի, արդեն վառադիկները այդ ականջներից է տես անցնելու, ասես լրիվ գլուխը չերևա անտա, մենակ ձենդ լսվի։ Դες չի լինի։ Դու անհանգստանում ես, հա, որ հայրենիք փրկողներ են հայտնվում։ Օրը մեկը սնկի պես աճում են մարդիկ, ովքեր այդ հիմարներն ուզում են փրկեն էսա։ Ավելի լավ չի ընդամենը մեկը լինի կործանող։ Այ դրան նաջոժնի միացած լավ հայրենիք կործանողը լինի, դնի սիրուն հայրենիքը կորձ։ Թե չէ տենեմ ես մեկստից են առաջանում հայրենիք փրկողներ։ Մեկը դիցը, արա թողեք դու այդ կործանողը կործանի։ Անհանգստանում ես, հա, Պետրոս, որ կարող է հայրենիքը փրկվի։ Չէ, մի անհանգստացի կործանեն։ Արցախ ոնց կործանեն, եսեք կործանեն։ Դուք հիմա ուզում եք որ ես մեկնաբանեմ, բնականաբար այդպես չի լինելու, որովհետև վարկանիշներին նայելով, պարոն Ղազարյան։ Պարոն Ղազարյան, մատ նա եկել այդ վարկանիշները։ Դու չես աշխատում եք հո վրա, Պետրոս, դու տեղյակ չես, թե այսօր ովքեր ունեն բարձր այսօր Հայաստանում ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչներից մեկը Թաքուի Ղազարյանն է։ Տես չի։ Ամենամեծ հեղինակությունը, որ ասենց համընդհանուր ժողովրդի սերն է վայելում, համակրանքն է վայելում, վստահությունը, բոլորը պաշտում են։ Էլի կա, օրինակ ԿՊ-ում կա Տաթևիկ Գասպարյան։ Պատգամավորը գիտես չէ, Պետրոս։ Ես չգիտեի, ես վերջերս որ գնացի ընդունելության, չընդունեց, այդ ասում են, պարոն Ղազարյան, ձեզ Տաթևիկ Գասպարյանը չի ընդունել։ Տաթևիկ Գասպարյանն ով է։ Ինչի պետք է ընդունի, ես պատգամավորների մոտ, ասում պատգամավոր է։ Այդ Տաթևիկ Գասպարյանը շատ բարձր քաղաքական վարկանիշ ունի։ Թաթոյանիշ, բան ինչ, մեր ձևով շարժում, չէ, այ Տաթևիկ ինչ, Գասպարյան։ Բան կա, մի հատ շատ ուժեղը կա Պետրոս, խոսում է Վահարշակ Հակոբյան։ Լսած կլնես։ Գայանե Եղազարյանին չես լսե։ Դու չես լսե։ Այստեղ դու Ղազարյանը սենի Եղազարյանա, դες գոնե ձեր մեխանիկական հիշողությամբ գոնե հիշեք, որ դες մարտիկ պատգամ բարձր վարկանիշով պատգամ։ Բանը կա մատ էդի շատ ուժեղն է։ Տիգրան Պարսիլյան։
Տիգրան մեծ, Մարսիլ փոքր, հզոր անհատականություն, շատ վարկանիշներն են կարևոր Պետրոս։ Հիմա պիտի քաղաքական, օրինակ ինքը բարձր, այս մարդիկ բոլորը քանի որ բարձր քաղաքական վարկանիշ ունեն, դրա մենակ բոլորը падգամավորներ են։ Իսկ քանի որ Թաթոյանի վարկանիշը ցածր է, ինքը չի կարա էլի հավակնությունն է, շատ ցածր է, իրանցն է բարձր։ Եվ ոչ միայն վարկանիշներն, այլ նաև քաղաքական օրակարգերին, որոնք առաջարկում են մարդիկ։ Այս պահին քաղաքական դաշտում միայն մեկ քաղաքական օրակարգ կա եւ այդ օրակարգը առաջիկա ընտրությունների համար առաջարկում է քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, դա խաղաղության օրակարգն է։ Շատ լավ, դա շատ լավ օրակարգ է Պետրոս, դա գիտես հատկապես երբ է լավ, երբ որ այդ օրակարգը թելադրում են պատերազմ բերողները։ Այսինքն, որ իրանք ինչ եկել են իշխանության երկրում պատերազմա, բայց փոշմանել են։ Փոշմանել։ Ասում չէ, ախպեր, չենք ուզում պատերազմ։ Խաղաղություն, բայց էլի ասում են խաղաղություն, էլի նորից հետում են մա պատերազմ։ Խաղաղություն նորից հետում են, այտենց միքս է, էլի, խաղաղությունա պատերազմա խառն օրակարգա։ Ժողովրդին սկզբից ասում են խաղաղություն, հետո բերում են պատերազմ։ Այնպես բան է ստացվում, էլի, լավ է ստացվում, էլի։ Մի ուղղակի ժողովուրդը խափնվում են, բայց այդ ժողովուրդը էլի մայ քեզ բան, բայց ժողովուրդը դրա համար որ խափնվի, էլի Պետրոս։ Արա էս է խափում ժողովրդին, հասկանում ես պետք է ինչ օբիդնի բան է, չէ՞, արա գոնե ուրիշ ելներ, էլի, արա էսի մեր ժողովրդի խափողն է, հասկանում ես։ Եվ խաղաղության հարևանների հետ խաղաղ միջավայրում կենսագործելու օրակարգն է, իհարկե մնացած հարակից օրակարգերով Ձեռի հետ ուրիշ օրակարգեր են ելելու, բայց հիմնականը հարևանների հետ sense խաղաղ գործ, ուղղակի հարևաններ տեղյակ չեն։ Այդ օրակարգից իրանք հələ որ իրանց պատերազմի օրակարգով ապուշի նման դրանք հələ տենց տեղյակ չեն ստե Հայաստանում ինչա կա ինչ օրակարգ կա դրանք հələ ռազմական ծախսերն են ավելացնում Թուրքիայի հետ զորավարժություններ են անցկացնում ռազմական հայտարարություններ են անում ասում են Հայաստանի տարածքները հələ ապուշ էլի ապուշ այդ թուրք էլի Տեղյակ չեն, որ այս մարդիկ խաղաղության ճանապարհով են, դրանք հələ ընկել են այդ պատերազմների հետևից։ Ինչ ասես դրանց։ Դուք շարունակեք այ մարդ, խաղաղություն դուք բերեք այդ ձեր խաղաղ այն 20 թվին ոնց բերիք։ 21 թվին։ Այ մարդ դրանք է 23 թվի խաղաղություն, այն Արցախի վրա որոնց մի օրով ադրբեջանցիները հարցակման սաղ տնավերել են 150,000 մարդ եթիմի պես են, այդի լավ ստացվավ, այդի լավ խաղաղություն էր, այդ դրանից բերեք, այս ստեի հայերին էլ, հանեք ռադարեք թույտան, ռադարեք հաշերտան մնացել են այս չոլերի մեջ, ամառը շոգ, ձմերը ցուրտ, ես իմ զբլանոցը վառվում, ինչի տա պետք այ մարդ, հանեք ռադարեք թողեն էտան, թաթանել կետա ուրիշ տեղ երկին դե կետան ամերիկ, ինչ տարբերություն։ Տիկին Ղազարյան, նախ մարդիկ միշտ չի որ ընտրում են օրակարգով։ Նրանք ընտրում են ինչ որ սիմպաթիաներով եւ այսպես հայյանքի ազդեցության տակ, ձեզ ինչ ասես ասում են դուք գիտեք, հա, այդ մեկ։ Բաներ օրինակ Նիկոլ Փաշյանին շատ ժողովուրդը շատ է սիմպաթիա անում էլի հատկապես կան դե բանը այնց առնական տղամարդ է էլի իր կեցվածքը, սիրուն մարմնի կառուցվածքը իր հերթին, խելքը իր հերթին, այս ատամնաշարը տենց հայլուն, մտքերը գեղեցիկ, առոգանությունը հրաշալ, բա ոնց է երգում, սոխակին դրա համար դες մարդիկ իրան սիմպաթիա են անում, հետո որ ինքներ տենց հայոյանքներ ասում, ասում կբռնենք սրանից ստե կշինենք, ստե կտանք, բերենք ստե թափ կտանք, ստե բաներ կամ մարդիկ դրանից ավելի են ոգևորվում եւ եթում իրան ասենց համատարած ընտրում են։ Ձեզ էլ հետ է որպես ասենք անդամի կուսակցության Երկրորդ այնպես չի որ ընդդիմությունը օրակարգ չի ասում։ Նրանք ասում են արժանապատիվ խաղաղություն։ Այսինքն, հիմա այսինքն այս արժանապատիվը ո՞րն է մարդը։ Ո՞վ է տեսե մարդ արժանապատվություն ունենա է։ Իսկ այսինքն, ինչ արժանապատվություն։ Այ քիչ թազա բաները արժանապատվություն, արժանապատիվ կյանք, արժանապատիվ աշխատանք, արժանապատիվ խաղաղություն։ Ստորացման ես լուսավոր դարում ինչ արժանապատվություն։ Ով է այդպես բան ասում Պետրոս։ Ընդդիմությունը կլի, հա։ Նրանք ասում են այ ի տարբերություն ձեզ, Ալիևին ասելու են մեր հողերից դուրս արի, գեյներին հետ տուր։ Թե չէ խաղաղություն չի լինի։ Այդ ժամանակ խոսանք քո հետ։ Թե չէ խաղաղության ուղղությամբ չենք շարժվում։ Այո, դա արժանապատիվ կեցվածք է։ Այ ցավը տանեմ, ով է այդպես բան ասում է, այսինքն ոնց մեր տարածքներից դուրս արի Ալիևին։ Ոնց թե գերիներին,
կարելի է Ալիևին այդպես բանը, հակառակ Ալիևին պետք է ասես, Ալիև ջան, արի մեր տարածքները նորից զավթի, եկե հասել ես այա ջերմուկի գլխին, 2 մետր մնացել է, ի՞նչն է քեզի խանգարում, ի՞նչ է գալեր այս տակ ջուրը խմեք, այսքան սիրուն սանատորիաները սարկած բան, ձեր համար արած մեր բարեկամ ժողովուրդն է կապեր, եկեք ոտերը դրեք տակ ջրի մեջ, 1000 հիվանդություն է բուժում, այ քեփ, պիտի գաք եկեք նոր բաները զավթեք, ինչ է նշանակում գերիներին հետը, ընդհակառակ ասեք հենց կամարցը մնացել անտերական, վերցեք տարեք գերի, այս ընդդիմությունը մանավանդ խանգարում են մեզ, համ մեզ են խանգարում, համ ձեզ են խանգարում, վերցեք տարեք գերի սրանց այս նախկին նախագահներին, բաներին, սաղին տարեք, ոնց թե Ալիևին ասում են գերիներին հետ դու տարածքների դու, այ քեզ բան, ասում են ղալաթ են անում, որ ասում են, մեզ խաղաղությունը եփ ալում, երբ որ Հայաստան չի լնում, դուք դեմ եք, չէ, Տիկին Ղազարյան ջան, որ գերիները գան ինչ անեն է, ընդ է իրանց համար Ադրբեջան, ընտիր պայմաններ, Ես ենթադրում եմ, որ այս օրակարգով էլ հենց առաջ է շարժվելու ընդդիմությունը եւ մարդիկ ունեն տրամաբանություն եւ հասկանում են ինչ է տեղի ունենալու։ Պետրոս դու մտածում ես, որ հանկարծ կարող է մի բան ասա Ալիևը եփ է հայկական կողմից։ Օրինակ, ընդդիմությունը գցի մի կողմ է դրանց вообще մոռաց ով են դրանք, ընդհանրապես։ Մեր Նիկոլը Փաշինյան 2022 թվականի սեպտեմբերի 20 ՄԱԿ-ի ամբիոնից որ ասաց թող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցույց տա այն քարտեզը, որ համարում է Հայաստան։ Ցույց տվեց։ Ցույց տվե, ոնց է։ Հալավ, այս տարվանը, որ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից ասաց, «Էդի Զանգեզուրի միջանցք ես ասում», հələ բացատրություններ դու դրա վերաբերալ։ Չտվեց բացատրություն։ Աչա, ոնց բացատրություն։ Բա որ ասում են, արի կնքենք խաղաղության պայմանագիր։ Չկնքեց։ Չէ, չկնքեց։ Բա ի՞նչն է եղել։ Ալիևը ասած, նայել են, որ ասում է Յակոբ Միսկի խումբը լուծարենք, լուծարվել է, որ ասել է Տաուշից տարածքները դու տվել է, որ ասել է Ղարաբաղից դու բոլոր հայերը գնան, գնացել են, որ ասում է Մեղրին դու այդ հիմարի ասածներն ալնա, հա, բայց խի ատենցել, անարդար։ Անարդար է, չէ, Տիկին Ղազարյան։ Լավ կլներ ձեր ասածներն էլ չէ, արա բայց չի լում։ 7 տարյալը ոչ մի բան այս մարդկանց ասածներից չի լում։ Ոնց որ անես քարացել են այ մարդես խեղճերին։ Մենակ ինքը ասեք անճալանջելիորեն փոխվել է, քիթական բան, սա փոխ է, բանն էլ, ուղեղն էլ, ուղեղ խանգարում է։ Հավին է, ցես բանը էլի, ցես ույուդիս էս պուճուրիկ սիրուն, կչկչան, ածան, ցես ոտ սիրունիկ ուղեղիկ։ Պուճուրիկ ցես սիրունիկ ուղեղիկա։ Մնացածը այդպես բաներ։ Այսինքն Բավուր դրա մեկնաբանությունը ո՞րն է։ Այսինքն բանակցելու իսպառ անկարողության պայմաններում պատրաստվում են արտաքին քաղաքական օրակարգ սպասարկել, դա բանակցության ձև չէ, պարոն Ղազարյան, դա բանակցության ձև չէ։ Դա բանակցությունը չէ, դա ով էլ լինի Տիկին Ղազարյան, պետք է գան բանակցությունների ձևը սովորեն պրոֆեսիոնալներից, ասենք Նիկոլ Փաշինյանից, Արարատ Միրզոյանից, Վահան Կոստանյան ունենք այսօր մենք, Պետրոս ջան, Քեսինջերի մայից հետո գիտես, այսօր աշխարհում ինքն է, հայրենիքի մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի շքանշան։ Մի հատ աղջկա չի կարում բառի դեմը բանակցի, որ իրաց չծեծեն փողոցում, բայց համաշխարհային բանակցությունները կարում է վարել։ Չոտկի սա տեղը Ռուբեն Ռուբենյան ունենք այս ով էլ լինի մի անհանգստացեք այդ բանակցություններ վարելու կարողությունը կգան պրոֆեսիոնալներից կնստեն կսովորեն։ Այդ հանդագետների դպրոց բանակցությունների հմտություններ դասընթացին կմասնակցեն կլեն կգան։ Շատ ուժեղ են ձեր բանակցությունները դա համար էլ հասնում են հաջողության։ Ինչ է էլ այսքան ժամանակ որ չի եղել Ալիևի ասածներից։ Իհարկե, Այդ նորմալ է։ Հիմա այսքան խնդիրներ։ Շիրակի թեմի առաջնորդը Տիկին Ղազարյան 2 տարի ստացավ, հա, եւ չեք կարծում, որ դա այն խոսքի համար, որ ինքը ասել է, չափազանց խիստ պատիժ է, եթե հաշվի առնելով նաեւ նրա տարիքը եւ առողջական վիճակը։ Եվ ընդդիմությունը ասում է, որ դուք դատական իշխանության հետ վարվում եք այնպես, ինչպես նույնիսկ իրանք չեն ասում, ես ասեմ իրան ժամանակ, պատվերով պատժում եք մարդկանց։ Պետրոս, դու նկատել ես, որ քանի որ դու գիտակցության հետ կապված խնդիրներ ունես,
ենթագիտակցորեն ինչեր ես ասում։ Այսինքն քո ենթագիտակցությամբ դու ասում ես, որ Միքայել Սրբազանի դեմ կայացրած որոշումը ոչ թե դատարանն է կայացրել, այլ իրանք։ Հակառակ դեպքում դու ես աղջկան չի պիտի հարցներ ասել Միքայել Սրբազանի ինչերն է տես որոշում կայացրել։ Եթե դա վստահ լիներ, որ դա արդարադատության շահերից բխող որոշում է, դատարանի կայացրած որոշում է, իսկ այդ հարցը չէր էլ առաջ, ոչ թե ասում եմ դատարանին կտա, այլ ընդհանրապես ոչ մեկին չէր տա այդ հարցը։ Դատարանն է, քննության են առա այդ են որոշում։ Բայց քանի որ դու գիտես, որ դատարանի որոշումները սրանք են կայացում, ասում ես Տիկին Թոմասյան, վերջ էլի։ Դու ջահել աղջիկ ես, այն մարդ մեծ մարդ էր, դու առողջ ես, այն մարդը առողջական խնդիրներ ունի։ Դու անդամ ես, այն մարդը հոգևոր առաջնորդ է, ինչ ես դրան 2 տարի տվեհան։ Մեկ քիչ տայր էլի։ Տարուկ ես։ Կամ ասենք, ինչի բանտային, աշխատանքային։ Թող ասենք, բերեին ազգային ժողով ծաղիկները ջրեր։ Իրանց, ինչ եք այդպես բաներ արել, համ պատիսը։ Մի քիչ ներողամի տեղեք էլի, մի քիչ սիրեք զմի միանս էլի։ Հա, քեզ սիրող չկա, դե ոնց կլի։ Օրինակ դու լեր քեզ սիրիր։ Դատավճռի բովանդակության մասին ասել չեմ կարող, պարոն Ղազարյան, բայց ես ուզում եմ հասկանալ ինչ փաստարկներ են բերում։ Գիտեք, որ ես խոսքի ազատության շատ մեծ ջատագով եմ։ Դա բոլորս գիտենք։ Բոլորը շատ մեծ խոսքի ազատության։ Եթե աշխարհում այդպես մի 4-5 հոգի խոսքի ազատության ջատագով կա մեկի, պրոստը ինքը իրանք չեն սիրում, որ իրանք քննադատում են։ Այ օրինակ եթե իրանք գովես, ասես Թակուի ջան, ողեսի սիրուն աղջիկ ես։ Քոներ խելոք է, հերիք չի այդքան սիրուն ես, հետնել այդքան խելոք, պատկերացնում եք իրան տես բան ասի։ Ազատ։ Ինչքան ուզում ես թող ասի։ Բայց հենց մի հատ քննադատություն սխալ է էլի քննադատություն։ Եվ երբ մեր հասցեին քիչ առաջ դուք եք ասում ամենավերջին սուր խոսքերը, եթե չասեմ հայհոյանքները հնչում են, ես ինքս եւ նաեւ իմ գործընկերներին խրախուսում եմ հարցը լուծել արտադատական ճանապարհով դիտորդ մարմիններին դիմելով կամ հրապարակային որևէ կերպ արձագանքելով։ Ասում է հայհոյում եք մեզ։ Այ մարդ ընչեք այտենց հայհոյում։ Գնացեք այդ հայհոյին բռնեք բերեք ասեք էլի չէր ասում դարա։ Դարա Որտեվ այդ ժամանակ արդեն են ասող կվախենա, անի, այն ինչ որ ասելա, փաղլիկ ու դες խնդիրը կլուծի։ Որտեվ ասեք դե պատկացում մեկը Թակուի Ղազարյանին հայհոյում է։ Եթե ես բռնում ես բերում ես իրան էլ հայհոյում, հա? Դե արա ինչ որ ասում էիր։ Ոնց պիտի անի։ Փաղլիկ է դա արդեն արտադատական լուծում խնդրի։ Նույնը մյուսներին։ Այս պատմության մեջ ես հիմա քաղաքական մեկնաբանությունն եմ տալիս, ոչ թե դատավճռի բովանդակության մեկնաբանությունը։ Այս պատմության մեջ խնդիրը ամենևին որևէ մեկի հասցեին վիրավորանք ասել չի կամ ինչ որ մեկին նեղացնել չի, սա սահմանադրական կարգի դեմ արված հայտարարություն է, որը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ, մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով արգելված արարք է եւ հեղաշրջման զինված հեղաշրջման կոչ, որը ի դեպ ոչ թե ես եմ մեկնաբանում, այլ պարոն Աջապահյանը հայտարարել է, որ ինքը համաձայն է այդ բովանդակության հետ եւ որ ինքը արել է զինված հեղաշրջման կոչ։ Պարոն Աջապահյան, կեթաս հորդ կասես, եթե իհարկե ունես։ Եղավ, երբ որ Սրբազանի մասին են խոսում, այդ պարոնը չեն ասում, աղջիկ ջան, տգետ։ Իսկ հեղաշրջման կոչ Պետրոս, մեր երկրում մի հոգի կա որ կարանի, վարչապետը, չէր ասում, ես էլ ասի Ղարաբաղյան շարժումը վերացնում եմ։ Դեմեք, հլեք գայք հեղաշրջում անեիք, հիմարներ, չէ կարե, դուրեմը գնացեք քաշվեք, հեղաշրջում անեիք, ասել է, մեր վարչապետ չէր ասում, դատարանները պիտի շրջապակենք, հեղափոխություն պիտի անենք դատարաններում, ասել է, դատվել է, ոչ, որովհետև ինքը ունի էքսկլյուզիվ իրավունք, ինքը հեղափոխությունների մարպետ, շեֆ հեղափոխական, մենակ ինքը կա, թե չէ ասենք, ով է տեսե, մի ուրիշ մարդ էլ ասի հեղափոխություն անենք, ոչ մի պարագայում, դա օրենքով, քրեական օրենսգրքով, մարդու իրավունքների կոնվենցիայով, բոլորով արգելված։
Սահմանադրական կարգի տապալման Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, ժողովրդավարության դեմ ուղղված խոսքը պետք է սանկցիայի ենթարկվի։ Չի կարելի եւ պետք է նման խոսույթը պատժվի։ Սահմանադրական կարգի տապալման, ժողովրդավարության, ինքնիշխանության դեմ մենակ Փաշինյանն իրավունք ունի, բանանի Պետրոսյանը չի կարելի ոչ մեկը մտքով պետք է չանցնի։ Այդ մարդու զաթետ մարդը մենակ է դա կարում անի։ Եթե չթողնենք անի ուրիշը վերցանի, ինչի նման կլինի։ Ինքը թողանի իր անդամներն էլ իրան օգնեն։ Շատ է, դուք ասում եք, որ ընդդիմությունը ասում է, դուք ասում եք, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է եւ այլն, մենք ունենք արդեն երկու գործիչ, որոնք իրենց խոսքի համար նստած են։ Մեկը արդեն դատապարտված է, մեկը ինչքան ժամանակ է նստած է, եւ դες ընդդիմադիրները բարձ հարց են տալիս։ Սա ժողովրդավարություն է։ Այն մյուս գործիչին չհասկացա ում նկատի ունեք, բայց Էլով է խոսքի համար հիմա դատարի մեջ եւ կալանավորված։ Ով է։ Սամվել Կարապետյանը։ Հասկացա։ Ով է։ Էլով կա։ Այս երկրում որ խոսքի համար բռնությունների է ենթարկվում, խոսքի համար դատապարտվում է, խոսքի համար սպանվում է։ Ով։ Սրանք արա Պետրոս նկատել է, սրանց երևի կոլբայի մեջ են պահում։ Դες տանում եմ մի սենյակում լցնում են, ասենք ես ամբողջ խմբակցություն երևի այն բանի նման են գոմերով ոնց ասեք Կիրիկուն անասունով դաշտից գալիս է, տանում են միտեղ լցում են, փակ, դրանք ասենք խոտերիակ չեն, աշխարհում ինչա կատարում բան։ Մի խորց խոտը լցում են դեմը, սրանք որոճում են բան, առավոտը գոմ դուռը բացում են, հանում են դաշտեն, արածում են էլ ինձ թվում է այդ ԿՊՄ տես մի բան են անում։ Տանում են լցում են ազգային ժողով, դուռը փակում են, սրանք ինտերնետ անջատած մենակ են WhatsApp-ի խումնը։ Հետո հանում են զբոսանք այդ ազգային ժողովի տարածքում կերակրում են բանեն անում նորից տանում այս վիճակն է ես անհանգստություն եմ Պետրոս ինչ վերաբերում է ժողովրդավարությանը ժողովրդավարական հասարակարգը շատ պարզ է կանոններ եւ այդ կանոնների դիմաց սահմանված պատասխանատվություն երբ որ այդ կանոնները խախտվում են որովհետև մեկը բարերար է, մյուսը սրբազան է, մեկը հերոս է, մեկը հայ կին է, մեկը զոհվածի ընտանիք է եւ այսպիսի էպիտետներով զարդարվում են եւ բոլորը ինչ որ մի բան են հասկանում, բոլոր հայ մարդիկ արժանի են լավագույնին։ Զոհվածի ասում է բանը, ծնողը դա զարդարանք է, էլի։ Ակալներ դու ծնողը լեիր, քու զավակը զոհեր, մա դու զարդարվեիր, էլի, տենց զարդարանքով հասկանում ես սրանց ցինիզմի աստիճանը Պետրոս եւ հետեւաբար քրեական օրենսգիրքը պիտի չտարածվի հայ մարդկանց վրա մոտավորապես այսպիսի մեկնաբանություններ եմ ես լսում չէ քրեական օրենսգիրքը այս պիտի հայերի վրա տարածվի քրեական օրենսգիրքը չպիտի տարածվի թրքասերների վրա թրքահապատակների վրա այն Վարդան Ղուկասյանը չէր ասել Պետրոս Գյումրի Թուրքի շուն, հա, Թուրքի շան լակոտ բանը։ Այդ դրանց վրա պետք է չտարածվի։ Օրինակ ասենք թե ազգային ժողովի նախագահը մեկի վրա թքում է։ Անչափ պետք է քրեական օրենսգիրքը նրա վրա տարածվի։ Կամ ասենք թե ազգային ժողովի նախագահի աղբերը բիզնեսով զբաղվում է, կնիկնել մատ ուրիշ գործով զբաղվում, սա կոռուպցիա բռնում են, տանում են։ Անչափ պետք է դրանց վրա տարածվի։ Ոչ, պիտի այդ դրանց վրա չտարածվի։ Մենակ հայերի Այ Պետրոսյան ճիշտ ասած Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը դա վերջ ուրեմն դա պիտի մենակ հայերի վրա տարածվի իրանց վրա դա չպիտի տարած նրանք ովքեր արդեն թրքասերներ են էլ արդեն հայ չեն հակառակը հայերի դեմ պայքարողներն են այ նրանք պիտի օգտվեն արտոնություններից իրան ինչ գործ ունեն իրանք Հայաստանի քրեական օրենսգիրքի կամ մնացած օրենքների հետ իրանցը արդեն ադրբեջանական շահերով են իրանք ոչ թե Հայաստանի օրենքներով այլ ադրբեջանական շահերով են առաջնորդվում Քրեական օրենսգիրքը կողեք այդ հայերին թող գնան ռադները քաշեն մեկը չես իմանում սրբազան է այդ հայերից այն մեկը ես իմ զոհված զինծառայողի ծնող է այն մեկը ես իմ ասում եմ հեղինակավոր գործիչը այ քեզ բան այ մեկը բարերը պատում է շիշմոր գնացել է Ռուսաստան միլիարդերով փող աշխատել բերել է Հայաստանում եկեղեցիներ է կառուցել հիվանդանոցներ է կառուցել դպրոցներ է կառուցել դո ես իմ ինչեր է արել Այ քեզ բան, այսինքն պիտի մի հատ էլ մեկ կանգնենք ասենք բանը, դու հայերի համար լավ բան ես, հայերի համար այլես ավելի շատ պետք է տարել է Սամվել Կարապետյանը ասում ես, էլի, բա ոչ չպատժեն։ Արցախում տարել է հիվանդանոցը սարքել։ Կողել է տարավ ինչև է ասենք խելքը տավակ գլոխը դար կիմանաս ինչ է նշանակում ադրբեջանական տարածքներում
Հենա մեր Ալև գնաց նորից այդ հիվանդանոցը բացեց, դա արդեն նորմալ։ Նույն Սամվել Կարապետյանի սարքած հիվանդանոցը Ալև գնաց բացեց, հետո իր սարքած հիվանդան։ Դա նորմալ է։ Դա նորմալ է։ Գնանք առաջ։ Ինչ եք փակում շողակաթը։ Հետաքրքիր հարց։ Բայց դա չպետք է չփակեն, Պետրոս։ Ես չեմ հասկանում էլի քեզ արա։ Այսինքն չպետք է չփակեն շողակաթը։ Եթե հայկական երկրորդ հեռուստաալիքը եթերազրկել են։ Եթե Երկիր մեդիան եթերազրկել են, դրանից հետո փակել են։ Եթե մնացած լրատվամիջոցների նկատմամբ շողակաթը, բայց շողակաթը եկեղեցուն պատկանող հեռուստա։ Եթե եկեղեցին ոտից գլուխ փակվում է, պիտի վերանա եկեղեցին։ Մի հատ անկապ հեռուստաընկերությունը չի պիտի մնա դրան պատկանող։ Հետո կոմպլեկտը վերաստեն էթա։ Պիտի մնա մենակ հմեկը Պետրոս։ Հմեկը ու դու, որ այսպես խելոքներին ասես կանչես, նստեք, սենց իմաստուն զրույցներ վարեք։ Դուք բերեք օրենք, որտեղ եթե չեմ սխալվում պետք է 2 հեռարձակող լինի հանրային եւ ակնհայտ է որ 3-ը շողակաթն է։ Ինչ եք փակում շողակաթը։ Թող տերտերները նստում իրանց համար խոսում են մեծ մարումը ոչ ոք չի նայում, ինչի՞ է ձեզ խանգարում։ Հա էլի, տերտերների խոսածած այնոք ձեր խոսածածը բո։ Այն որ դու ասեցիր որ թակուի Ղազարյանը գալու է ստե հյուր մարդ գիտեմ Պետրոս գնաց է վարկավերց է տելևիզորը առե գնաց է YouTube-ը միացրեց տելևիզորը հատուկ Smart TV առե հետն մի հատ ասում մարդ է հանկարծ տելևիզոր չարժես մի հատ էլ հեռախոս մի հատ էլ պլանշ YouTube-ը միացրել են բա սաղ պատրաստել են որպեսի Պետրոսի իմաստուն մտքերը թակուի Ղազարյանը թե չէ տերտերների ասածն ինչ է ես իմ հավատք քրիստոնեություն, արժեքներ, պատգամներ, ես այս առակներ, մարդկային, սիրո, համերաշխություն, ով է դրանց ասածները լսում։ Այստեղ Հոպլոյա գալի, այստեղ Վահագ Ալեքսանյանը գալի, այստեղ Ռուբիա, բանը Կոնջոյանը, որ չկա Կոնջոյանը կլի, այնի որ ինձ թվում է այստեղ արի կլի։ Հայք, ուշադիրելի հեսա քեզի կանչելու են նորից։ Սրանք այդ իմաստունները պիտի գան ստե էլի որ խոսեն թե չէ շողակաթ փակեք բրծեք թույ թարը Մեջ տրամաբանության մեջ հանրօգուտ երրորդը ճկունությունից զրկում է հանրօգուտ եթե մենք պարտադիր 3 ալիք ենք ունենում 3 հեռարձակող ենք ունենում այլևս չեն կարող սահմանափակել եւ իջեցնել 2-ի պայմանական եմ ասում եւ այո մի հատնա լավ ճկուն էլի Պետրոսյան ասենք օրինակ մի հատ ալու մենակ դու ես ալու դու էլ գիտենք չնայած քո կառուցվածքի բայց դու ճկուն ես էլի ճկուն ասենք դու կարաս կենտրոն հեռուստաընկերությունից ճկվես ասես գաս թե իսկ կարաս ճկվես դա Ադրբեջանում կարևորը մարդը ինքը ճկուն լինի թե չասենք որ հեռուստատեսությունը շատ է ճկունություն չի մեկը պիտի լինի այդ մեկն էլ պիտի ճկուն լինի դու ես Պետրոսյան ուրիշը չկա քո նման երկրորդը չկա Դու ես, մեկ էլ էլի դու։ Ընդդիմությունը երկու ուղղությամբ է քննադատում ձեզ, մեկը մշակութային, այսպես ասած, լայն առումով, մեկը քաղաքական։ Ես երկուսն էլ ձեզ ուղղեմ։ Նու քաղաքականը շատ պարզ է, դուք հանձնել եք Մեղրին, հանձնել եք Սյունիքը, հանձնել եք Միչանսկը եւ ինչ կա չկա հանձնել եք։ Ինչու եք հանձնել։ Տաուշնել են հանձնել Պետրոսյան գրի են ցուցակիդ մեջ Արցախն ասիր թե Արցախը էլ արդեն չեկել հաշվում շատ ման գա Գեղարքունիքից են տարածքներ հանձնել Ջերմուկը ամբողջ սարերը արդեն թուրքերինն է շատ է Պետրոս էլ արդեն կես մոռանում ես հա Այդ ընդդիմություն որ ասում եք Մեղրի բոլորն էլ Մեղրին բանակցության առարկա դարձրած բանի առաջնորդի կողմնակիցների մասին է խոսում հա բանակցության ինքը ասեց որ ֆինտ է արել հա հրաշալի ֆինտ է այդ ֆինտը մինչև հիմա մնացել է Հայաստանի Հանրապետության կոկորտում մինչև հիմա վերադառնում է ֆինտի տակ մնում են սպորտում եւ դուք եթե նկատել եք այս ամբողջ տարիների ընթացքում մեզ համար կարմիր գիծը եղել է Հայաստանի ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, սուվերենություն այն ճանապարհի վրա, որին քիչ առաջ դուք անվանեցիք Միչանսկ, մինչդեռ այդպիսի ձևակերպում որևէ տեղ չկա, ես առաջարկում եմ բարդ չի։ Պետրոս ջան, մի րոպե, էլի դու մի րոպե, այս մարդուն լվատ վիճակի մեջ ես դնում։ Հիմա նայ,
կյանքում ընդհանրապես մեր հարաբերությունները ոնց է մարդը մի բան տալի, մի բան վերցնում է, չէ՞, մարդկային փոխհարաբերություններ է, մեկին մի բան էս տալի, առևտուր է, մեկը առևտուր անում, տալիս է փոխավերցնում, մեկը էս ապրում, մեկը դրական լիցքեր է տալի, դրական լիցքեր է։ Ինչ որ մարդկանց այդ շփումները դառնում են ինչ որ մի բանի փոխանակում։ Հիմա վերջը մարդա, չէ՞, մի բան էլ ինքը պետք է տա, չէ՞։ Ասենք օրինակ ինքը ինչ տա։ Օրինակ դու ինչ կուզեիր իրանից, որ ինքը քեզ տա։ Հլստեն նայ։ Ոչ մի բան, ճիշտ է։ Հիմա ասես մի քանի մարդիկ կա, մի հատ փոքրիկ խմբակ, որոնք իրանք տալու բան չունեն, այն ինչ որ պիտի իրանք կարան տան, այն վերցնող ասում ախպեր, չեմ ուզում, աղջի ջան, մի դու։ Հիմա այս աղջիկը վատ վիճակի, մյուսները վատ վիճակի մեջ են հայտնվում։ Ասում են լավ, մեր ելած չեն կա, գոնե այդ հայրենիքը տանք։ Դրա համար վերցնում են, ասենք, Ղարաբաղն են տալի, դրա համար վերցնում են Մեղրին են։ Հիմա ասենք օրինակ Նիկոլ Փաշինյանը, չէ, ինչ կարա տա մարդկությանը, դիմացի մարդու, ոչ մի դրա համար Ալիև այդ մարդն շփվում են։ Արասմա մի բան դու էլի, ասում բանը կարամ տամ։ Ղարաբաղ կարամ տամ։ Ջանամը դու։ Գալիս է Մեղրին տամ։ Դրա համար է տենց ելնում, Պետրոսը մարդկայնորեն հասկացի, մի բան պետք է տանես մարդիկ թե չէ։ Պես որ բազմիցս կրկնել ենք, բացել այդ բոլոր փաստաթղթերը, որ Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է նոյեմբերի 9, հունվարի 11, Սոչինը, Մոսկվայինը, դրանից հետո Գրանադային, որտեղ ինչ ստորագրել ենք մինչև օգոստոսի 8, ինչ Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է, պայմանավորվել է, հայտարարել է, գտնել մի հատ միջանցք բառ։ Մեր փաստաթղթերում կա Թրամփի ուղի, մեր ստորագրած փաստաթղթերում կա խաղաղության խաչմերուկ եւ սա է ճանապարհը։ Մի րոպե, աղջի ջան, մի րոպե, դες չէ, սուտ ասելով չի։ Այդ քո թվարկած փաստաթղթերի մեջ կար նոյեմբերի 9-ը, ասում ես, ընդ որտեղ է գրած միջանցք բառը։ Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ գրած է միջանցք բառը, բայց ընդ գրած է Լաչինի միջանցք 5 կիլոմետր լայնությամբ, ցամաքային ճանապարհ տարածություն, որը Արցախը կապում է, ընդ գրած։ Հիմա այդ Լաչինի միջանցքը կա։ Չկա։ Կար, չկա, ֆոկուս մոկուս, Պետրոշա։ Այս մարդիկ տենց ֆոկուսնիկներ են, էլի։ Կար, հիմա չկա։ Բայց ասենք թե մի հատ ուրիշ տերմինի մեջ, մի հատ ուրիշ օգոստոսի մեջ է գրած չի Զանգեզուրի միջանցք։ Մեկ է պլտ, հայտնվում է Զանգեզուրի միջանցք։ Գրած է ֆոկուս մոկուս։ Արզա, ոնց են սրանք խափում է ջոդև ֆոկուսի իմաստն էլ հենց այն է, որ դիմացինին խափես, դու իրականում ոչ մի բան չես անում, բայց հենց էս ֆռռսնում, որ դիմացինը հենց այմանում, որ էս հեռա բաժակը ստե դրած էր, հիմա այդ չկա։ Ֆոկուս մոկուս։ Տեղ ունի երկաթե հակափաստարկ։ Այդ մասին Միչանսկի ասել է Ալիևը։ Հասկացա։ Դե պատասխանեք։ Հասկացա։ Ինչ պատասխանեմ, այդ մասին ասել է Ալիևը, Ալիևը շատ բան է ասել, եւ ընդհանրապես բոլոր մարդիկ շատ բաներ են ասում, ինչի ներքո է ստորագրել Ալիևը եւ ինչի ներքո ենք ստորագրել մենք, իհարկե Ալիևը մեկ այլ երկրի առաջնորդ, տարբեր առաջնորդներ տարբեր բաներ կարող են ասել, էականը թե ինչի ներքո ենք մենք ստորագրում միասին, ինչի շուրջ ենք պայմանավորվում միասին։ Ով Ալիևը, Պետրոս ջան, այսօր դու սենց զրուցակից ունես, ասենք Ալիևը ով է Թաքուի Ղազարյանի մոտ։ Թքած Ալիևի վրա, Ալենին կասել մեկ Ալենը կթքի Ալիևի վրա։ Ով է Ալիևը։ Շատ է որ տենց ասում։ Հա ինչ անենք որ Ալիևը ասածներն է իրականություն դառնում։ Բայց կարևորը Նիկոլ Փաշինյանը ինչքան լավ բաներ ասում։ Սկզբից ասում է Արցախ Հայաստանը եւ վերջ ասում է պետք է մենք մեր հայրենիքը պաշտպանենք, մենք մի միլիմետր չենք նահանջի մեր հայրենիքից, մեր Արցախից, մեր պատմությունից, մեր լավ բաներ է ասում։ Ընդհանրապես ամենալավ բաները Պետրոս Նիկոլն ասում։ Նիկոլից լավ բանը ոչ մեկ չի ասել։ Արա, բայց թարսի պես է թվում այդ Ալիևի ասածներն ալում։ Նրա ինքն վատ բաներ ասում է, միշտ վատ բաներ ասում Ալիևը։ Նիկոլը լավ բաներ, բայց դառնում է Ալիևի ասածները։ Դա ասում ասի, ով Ալիևը, ասում ասի, ինչ է Ալիևը։ Կարևորը թղթերի մեջ ինչ է գրած։ Թղթերի մեջ է գրած Լաչինի միջանցք, Լեռնային Ղարաբաղ, ռուսական խաղապահ զորքեր, բայց հետո չի լնում այդ ամեն ինչը, վերանում է։ Ֆոկուս մոկուս։ Հիմա իմպիչմենտի գործընթացը սկսել ընդդիմությունը, գիտեք, եւ
Դուք ճնշեցիք նրանց, այնտեղ չթողեցիք լիարժեք կազմակերպեին իրենց միջոցառումը։ Խորանամ ես։ Եվ ոնց քորանաս դու աղջի ջան մտան վրա շատ հալկա հələ մի հատ է քորանաս, հա։ Մի տեսողությունը տա մնացե, էդ էլ որ քորանաս տեպակի հետո ինչպես վայ ասում քորանամ ես։ Բայց սա այն անեկդոտի ասած, էտել ու պելց։ Ասում աղջի ջան կարող է դու սկի աղջիկել չես, ասում էտել ու պելց։ Հիմա քոնը մենակ այդ տեսողությունը մնացել էլ ասում վայ քորանամ ես։ Քեզ լավն է, թո գոնե տեսողությունդ մնա։ Ասում են, որ դե գիտեք, падգամավորներ են պակասում, որ ձեր ֆրակցիայից իրանք Ես էլ արդեն ասում եմ ինչի են այդքան։ կարողանում են մարդկանց կարողացել են բերել։ Ձեր մեկնաբանությունը Հարցը որ ձևակերպեք կարողանամ մեկնաբանել։ բերել են թե ոչ։ Դե որ բերած լինեն, ինձ թվում է ակնհայտ կլիներ, չէ՞, ոչ են թաքցնելու։ Պրոցեսը պետք է աղազանին պետք է համոզեն։ Ժամանակը կգա 2036 թվականին երևի։ Սենց նստել եք երկու կիսամարդով, սենց հեգնում եք, բան, հա, սահմանադրաիրավական կարգավորումները, սենց հեգնում եք անգործություն, այսինքն հերիք չի ինքը որպես պատգամավոր իր պարտականությունները չի կատարում, հերիք չի ինքը համարձակությունի ժողովրդին խափելու, այդան խոստումներ տան կան ուրիշ բան անեն, կանը սենց ֆոկուս մոկուսներ անելը, սենց մեկ էլ Արցախը վերանա, Լաչինի միջանցքը վերանա, Մեղրին վերանա, Տաուշը վերանա, Մարտիկ վերանա, հետնեմ քորանամ ես։ Դու էլ հո։ Կգա ձեր լրջանալու պահը երկուսիդ էլ։ Մի կամերում չէ, ձեզ նստածն չէ, պետք է առանձին լինի։ Պաստորեն դու կնգատ հետել չես կարա նստես նույն կամերում Պետրոս։ Էլի պետք է առանձին լինի, հա։ Բայց դա լավ չի, պետք է դες մի բան անել են, դե շատ զույգեր կան։ Դու ես Ժաննանա, Նիկոլն ու Աննան են, այն Լենա Նազարյանն ու իրա Մարթն են, այն Արարատի մարզպետն ու իրա տաչը դրան ուժ զույգը։ Բանը, դեն զույգեր շատ կան։ Այն արտաքին գործերի աշխատակազմի ղեկավարը մեկ է դրա կնիկը դեպուտատ։ Այդտեղ բայց զույգերը ինչ պիտի անեն։ Չէ, պիտի նոր օրենք ընդունվի այդ քրեակատարողական հիմնարկում զույգ մուտքը զույգերով։ Դες մի հատ առանձին դուետ քրեակատարողական հիմնարկ, հա՞։ Չէ, դու պիտի առանձին ես հաս։ Դու դե շատ կան կնանիքից որ բան կան առանձին պիտի եթակ դուք ձեր առանձինը։ Կամ աղջիկերքով։ Ես ուղղակի չգիտեմ ինչ ոնց արձագանքեմ դրան։ Կանչեք Մամիջանյան Հայկին կամ չի գալիս կանչում։ Այդ ոնց չի գալիս։ Այդտեղ շուտ չի գալիս, զբաղված է։ Իրանց տեխնացուին կանչեք, Չի գալիս, զբաղված է, կանչել եմ։ Բա ինչ եք իրանց գործընթացի վերաբերյալ ինձ հարցում։ Բա գիտեք լավ օրից է որ ձեզ եմ հարցում, որ իրան գային։ Լսում ես ինչ ասում, դե բգիտես լավ օրի եմ, հա, որ քեզ եմ կանչե։ Անմա ոչ մի նորմալ մարդի մոտ հարցազրույցի չի ուզում գա։ Ստիված մնացել եմ քո հույսին, բա Տարկու ջան։ Ստիված էս Խեշ Պետրոսը շան օրնանք է, այն օրնանք է, որ ստիված քեզ է կանչում հարցազրույցի։ Բա տենեմ ես ինչ վիճակի այդ, մտա չեն գալի, բան չի չեն գալի Պետրոս ջան, հա։ Կարող է քեզ էլ բանի տեղ չեն դնում, կարող է գիտեն որ դու քաղաքական մեկնաբան չես, լրագրող չես, սուտի քարոզի չես։ Մի հատ կեղտոտ գործունեություն է ծավալում, դրա համար չեն ուզում գան, իրանց անունը քո հետ կապեն։ Կարող է դրա համար չեն գալի։ Չեն գալիս։ Տենում ես Թակուի ջան, ասում, գիտես լավ օրից է, որ քեզ կանչել եմ։ Գործը լավ էր, այսօրն ես նորմալ մարդկանց կանչեր, քեզ քիչ չեր թողնից դե մոտ գայիր։ Հələ դու քեզ ես ասում, այն Հայ Կոնջոյանը շաբաթ մեկստե կանչում են Ռուբինյանին, Վահագին, գիտես լավ օրից է, հա, որ սա օր դրանց է կանչում։ Մարդ չի գալի։ Մնացել մենակ Խեշ Պետրոսը։ Պետրոսը նստել մի մութ անկյունում ունկերը կիտել ու լաց է լինում։ Ես տեսա ձեր գիտեք Արարատի սիմվոլը բանաստեղծության մեջ, գրականության մեջ դրա ռաֆիաներից մեկը Շիրազն էր, որը այդ գաղափարախոսությունը տանում էր։ Հա ես տեսա ձեր, ես չգիտեի, տեսա ձեր մի բանաստեղծություն, ձեր չէ Շիրազի, որ դուք հրապարակել եք, պարզվեց, ես խնդրեմ այդ բանաստեղծությունը ցույց տալ մեր ռեժիսորին։ Տեսեք, այնտեղ ասում եք կուզեի նստել մի քարի վրա եւ անverջ նայել իմ արագածին։ Պարզվում է սովետական գրաքննությունը այն դարձրել է Արարատին։
գրաքննություն ասում եմ Արագածը սարքել է Արարատ։ Հարա տեսել է Սովետը ինչ հակահայրենասիրական բաներ արել, որ բանաստեղծության մեջ Արագած բառը հետո հեղինակը փոխել է Արարատի։ Ինչի են այդպես հակահայրենասիրական բան արել։ Եկեք սենց ասենք 30-ական թվականներին, երբ որ Շիրազը գրել է այս բանաստեղծություն, գրել է կուզեին նստել մի քարի վրա եւ անվերջնալի Արագածին եւ 50-ականներին երբ վերահրատարակել է, դարձրել է իմ Արարատին։ Թե ինչ պայմաններում է դա տեղի ունեցել, ես լավ որակյալ հետազոտություն չունեմ։ Այո, ոնց պարզ չի, Թակուի ջան։ Պիստոլետը դրել են ճակատին, ասել են պիտի գրես Արարատ։ Նիկոլը ոնց էր, պիստոլետը դրել էին Նիկոլի ճակատին, ասում եմ, պիտի ստորագրես։ Այդ նույն ձևի KGB-ն պիստոլետը դրել է Շիրազի ճակատին, ասել է մտ հայրենասիրական, Արագածը հայրենասիրական չի, Արարատը մտ հայրեն։ Լավ էր քանդվավ այդ սովետ արա։ Եթե բանաստեղծներ ունեն այդպիսի ավելի լավ հետազոտություն կուզեի իմանալ, բայց երկու վարկած կարող է լինել։ Մեկը, որ իրեն արգելել են այն ժամանակ գրել Արարատ, հետո ազատ են թողել, այս վարկածը հերկվում է նրանով, որ այս Արարատ բառը իր շարքում հայտնվում է, որն է բաբում էր հայրենիք բանաստեղծության մեջ, եւ երկրորդը, որ խրախուսվել է իրեն դարձնել դա Արարատ, հորդորվել, խրախուսվել ինչ որ կերպ, որը ավելի տրամաբանական է, որովհետեւ գիտեք, իրականում եթե սա հաշվի առնենք, որ վաղ շրջանի Շիրազն է, պետք է նաեւ նկատի ունենալ, թե Շիրազը լոկացիայով որտեղ էր ապրում եւ ինչին կարող էր նայել, հա։ Բալամ այդ լոկացիայով կանտենա Շիրազը որտեղ ապրել, ասենք լոկացիայով հələ Պետրոս կոմոդ հեռախոսել մատ Google Map-ը բացի Շիրազին ասենք մատ իր գեոլոկացիան ուղարկի, բայց Շիրազի մատ չկա, բա ոնց անենք, ոնց կարելի է Շիրազի գեոլոկացիան գտնել տենալ էդի որտեղ է, կամ կոմոդ հələ դուք նայած կլնեք, հələ ձերը ասեք։ Եթե սա Արարատյան դաշտավայրում ապրած մանկությունը անցկացրած հեղինակ լիներ, ավելի հավանական է, որ Արարատ գրած կլիներ, բայց իր տեսադաշտում Արարատը չի երևում։ Լսի, Պետրոս, այն Արտո Թուշ Բոյաջյանը որտեղ է ապրել։ Էնի Մասիսի է, թե բանից է, Ռեդից է։ Հա? Կարող է էնի Արտաշատի գյուղերից է։ Էնի կարծեմ յուվեցի է, չէ՞։ Բա Արարատը որտեղ է նա տեսել, որ Արարատ երգա գրե։ Պիտի անպայման գեոլոկացիայով միտեղ նստածել է, ասենք իրանց բաղչան, նստածել է հայատը, բա եթե ասենք թե դու մի բան աշկիտ առաջ չես տերում, ոնց կարաս դրա մասին բանաստեղծություն գրես։ Պիտի ինչ տենում ես այն գրես, չէ՞, ասենք հիմա եթե տենում ես դեմ այդ Արարատ լեռնա, ոնց կարաս ուրիշ երգ գրես։ Բայց այդ Արտո Թուշ Բոյաջյանը, բայց յուվեցի է էնի։ Հա? Իսկ գյումրեցիներ աբորանսը մենակ Արագածի մասին են, չէ՞, դրանք ասեն Գյումրից ինչ պիտի իմանան, Արարատ ընդհանրապես կա, չկա, կարող է չկա։ Տենա որ իմանա կա, չկա։ Գյումրից էլ ինչն է երևում։ Եղել եք դուք Գյումրիում, դժվար եղածել եք դուք։ Եթե չեմ սխալվում, մեր գյումրեցի ընկերները թող դա հաստատեն եւ բնականաբար ավելի տրամաբանական, որ պարզապես այդպես զգացել է, հետո իրեն խրախուսվել է փոխել այդ։ Հələ սպասիմ այդ գյումրեցի տենանքում կարելի է զանգել գյումրեցի մեր ընկերներից։ Ես ամա զանգենք տենանք։ Մի րոպե։ Ալո։ Ապեր, դու հիմա Գյումրիում ես։ Մի հատ հələ նայ տես ընդից ինչ է երևում։ Աշկիտ առաջ ինչ կա։ Չոր նավահանգիստ։ Հա, չէ, իսկ սար բան չի երևում։ Հա, մառախուղա։ Չոր, մի խոսքով հիմա դու նստած ինչ ես նայ, աշկիտ առաջ ինչ կա քո մոտ ընդե։ Չոր նավահանգիստ, նա։ Տիկին Ղազան, դե չոր նավահանգիստ կա։ Հələ մի հատ Շիրազի բանաստեղծության մեջ նայեք, կարող է սկզբից գրածել են նստել եմ, նայում եմ Արագածին, հետո դա դառել է Արարատին, հիմա էլ փոխենք դարձնենք չոր նավահանգստին։ Էդ է երևում ընդե։ Կան որ պարզապես այդպես զգացել է, հետո իրեն խրախուսվել է փոխել այդ բառը եւ Արագածները աստիճանաբար դարձնել Արարատ, որը իր վաղ շրջանի ստեղծագործության մեջ շատ սակավ է հանդիպում։ Ինչու։ Պետրոս ջան, ինչու։ Որովհետև Շիրազի համար, իմ համար, բոլոր հայերի համար, աշխարհի բոլոր հայերի համար
Արագածը, արագածը, Արարատը, Արարատը, Հատիսը, Հատիսը, Խուստուփը, Խուստուփը, Լերը, գետը, գետա, լիճը, լիճ, դրանք բոլորը մեր հայրենիքի աշխարհագրական օբյեկտներն են, ամեն մեկը իր նշանակություն ունի, ամեն մեկը իր գեղեցկությունն ունի, ամեն մեկի հետ մի լեգենդ է հյուսվում, մի պատմություն է հյուսվում, մի բանաստեղծություն է ասվում, մենք տենց տարբերություն հայերով, չենք ասում, Արարատ, դու վերացի, Արագածն է հիմա դառնում էր սար, Արագած, սուս մնա դու, խուստուփ, վերացեք խուստուփը Սյունիքում, այն պտանք Ադրբեջանին, խուստուփի բազեն ենք մորում, հիմա, որը մնա, Հատիսը, բայց Հատիսը վրա պիտի արձան դրվի, չէ լավ, Հատիս թոլը մնա, տես բան մեր մոտ չկա, Պետրոջան, ինչու, որովհետև մեր համար, մեր հայրենիքը չի փոխարինվում մեկը մյուսով, ամեն մեկը իր նշանակություն ունի, իսկ թե հեղինակ իր բանաստեղծության մեջ մի տողում, մի բառում, ինչ նշանում արե, նա ոչ նայա մտածե, ոչ գրողն է մտածե, ոչ կարդացողն է մտածե, այդ ձեր համար է կարևոր, որ հիմա Արարատ չլինի, վերան է, դուք ձեզ թվում է, որ հիմա Արարատ բառը ջնջի, այդ սարը կփլվի, էլ ընդ Արարատ սարը չի լինի, կվերանա, մարդ, կվերանա, մենք էլ Արարատը չենք տենում, մարդ, չկա էլ, տենը մեջ չկա, Տիկին Ղազարյան ջան, չկա, դու արդեն կարաս կնաս, որտե կուտը դլեցեն ընդել ուտես, ինչ պարտադիր է, որ կուտ ուտելուց նայես Արարատին, ոչ մի բան էլ մի նայ, գլուխդ կաղի, ինչ դեմդ լցածը, դիմացի լցածը կե, մենակ ջուրը խմելուց, բան կանես, վերև կնայ։ Ենթադրում եմ հայրենասիրության մոդել ստեղծելու ակնկալիքով, որովհետև գիտեք, երբ որ Այսինքն 50-ականներին, երբ Թուրքիան որոշեց քաղաքական որոշում կայացրեց ՆԱՏՕ-ի անդամ դառնալով։ Այո, եթե գիտեք, մինչև 50-ականները Թուրքիա եւ Սովետական միության միջև համաձայնություն է եղել միմյանց տարածքների նկատմամբ հավակնություններ չունենալ, այդ թվում եւ հանրային, մշակութային խոսույթի առումով եւ չխրախուսել, արգել էր ռևանշիզմը միմյանց տարածքներում, իսկ երբ որ այդ որոշումը կայացվել է, թերևս, այսինքն երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այդ որոշումը կայացվել է, թերևս այդ պայմանը նույնպես չեղարկվել։ Շատ խելոք ես է Պետրոս, արա դու էլ ես շատ Այն պահին, երբ որ Թուրքիան որոշում կայացրեց դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, ամբողջ հայ գրականությունը, բոլոր բանաստեղծությունները, պոեմները, առակները, կերպարվեստը, ճարտարապետությունը, կրթությունը, գիտությունը, մշակույթը, սաղ շուռ տվին Արարատի վրա։ Ֆուտբոլ Ինչ գործ ուներ մեր ֆուտբոլային թիմը կոչվելա կոնյակ ինչ գործ ուներ դա սաղ կախված է եղել Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի ասենք եթե հիմա Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ չլներ Արարատ ֆուտբոլային ակումբ ხო չէր լելու կամ էլ որ ելներ չեմպիոն էին ելնելու խորհրդային միության 70 ոչ քաղաքական Թուրքիան դառավ ՆԱՏՕ-ի անդամ Սովետում Զանգին Դինամո Կիևին ասին կրվեք արա պիտի Արարատը դառնա խորհրդային միության չեմ հատուկ են արեն ժամանակ կամ ասենք թե ռուսները նստում էին սամագոն դնում էին խմում են մեկ էլ Կրեմլից զանգում էին ասում էին հավաքեք սաղը Արարատ կոնյակ պիտի խմեք որտեղ Թուրքիա մտել է ՆԱՏՕ-ի արա դե ասում ես էլի Սովետը ուրիշ երկիր էր էլի այսինքն երկու իմաստուն ժամանակակից անարարատ հասարակության մեջ մտքեր են գեներացնում հայ Պետրոս Սովետական միությունը ենթադրաբար օբյեկտիվ իրականության վրա հիմնվելով իդեպ հիշում եք այդ տարիներին նաև մեծ հայրենադարձությունը տեղի ունեցավ դու էլ ես հիշում այդ մեծ հայրենադարձությունը որ 46 թվին եղել է դու ասես հիշում ենք դու բայց իսկա դու աղոթք է հիշես թե լավ ես հիշում հա Պետրոս բայց այդ ուղեղի այս բանը որ անում են այս փոխատեղումը դա հիշողության վրա դրական ազդում թե բացական ազդում իսկ դու պետք է բացական ազդի հավին հավը вообще հենց բանա չէ աստորեն այս մի դեպքը գիտական էքսպերիմենտ հրավիրում եմ բոլոր գիտնականների ուշադրությունը
եւ այդ հայրենադարձները իրենց հետ բերում էին նաեւ Օսմանյան կայսրության տարածքում հայաբնակ վայրերի հուշերը, որը իրենց հայրենիքի մասին հուշեր էին եւ բնականաբար այսինքն սնուցում էին ինձ թվում է Սրիկաները տենում ես Պետրոս, ուրեմն տենում ես ինչեր է եղել արել։ Մենք հանդե ծնված չենք էլ չենք տեսել, ականատեսի վկայություններով ենք իմանում ինչ ա եղել 40։ Բարձրամա 46 թվին հերիք չի հայերը եկել են Հայաստան, որովհետև Թուրքիայում այնտեղ ապրելու բան հետնել արա պատկերացնում ես իրանց հիշողությունները իրանց հետ բերել են հələ այդ անշանորդներին նայ հերիք եկել են իրանց հայրենիք հետնել հիշողություններ են բերել դա համար էս մարդիկ ձևը գտել են ասում են թողեք գնացեք այս հայրենիքից հիշողություններն էլ հետները տարեք հիմացեք օրինակ այս մարդու շնորհիվ է նաև իր շնորհիվ էլի բա ոնց ինքը անդամա չէ անդամա հիմա իր շնորհիվ իրանք 150,000 արցախցու Արցախից բռնի տեղը հանել են անեկցել են Հայաստանի փողոցները հեսա մեկը Ռուսաստանի փողոցները մեկը ուրիշ երկրները հեսա գնալու են ասում են դուք գնացեք ձեր հիշողություններն էլ հետները տարեք իսկ այդ սերիկա սովետը կազմակերպել այդ մարդիկ եկել են հիշողություններն բերել են ու դրանով այդ խնդիրները ստեղծել են Պետրոս ջան բա հələ մի հատ բան կանես հələ տես Թակուջյան ելով ա եղել քո հետ այդ ականատեսել է ասենք ելով այնց ավելի մանրամասն կպա իսկ թվում է բանն էլ ընդ եղած կլներ Պետրոս այն Վահագ Ալեքսանյան նա էլ շատ բան կհիշի նա դες օրինակ նրա հերը գնացել է հիշողություններն էլ հետը տարել է հիմա ասենք թե ընդ չգիտեմ ինքը հիշում է թե տղա ունի չունի բան գնացել է հետը տարել է բայց ինքը քիշի են վաղ տեկողները ինչ են բերել մատ Վահագին էլ կանչես Արա բանը կիմանա Պետրոս Տարոնը Չախոյան Բոլը ախպերորի տարոնը մեր դրան է կանչի որոշակի օբյեկտիվ հանգամանքներով, բայց նաև պայմանավորված, բայց նաև միտումնավոր մտադիր կերպով սնուցում էին այդ հավակնությունները հարևան պետության նկատմամբ, որովհետև այնտեղ արդեն իրենք տարաձայնություններ ունեն։ Սա մեկնաբանություն է, քաղաքական մեկնաբանություն է։ Ենթադրում եմ, որ այս հարցով դες ավելի օգտակար կլինեն այդ ժամանակաշրջանը ուսումնասիրած պատմաբաններ, եթե կարողանաք գտնել եւ հրավիրել։ Տեսար ինքն էլ ասում, որ իրավակայությունները քիչ են, բայց ինքը ասում է պատմաբան Բանն ալում, Սմբատը, այն դասագիրք գրող է, որ իր կնգահետ նստած դասագիրք են գրում մեջից, ասում է Տիգրամեծի ժամանակ Ադրբեջանը ինչ հաջողություններ բան ունեցել։ Այս Սմբատին կանչի, Համեդ Սմբատը աբարանցի է։ Նա Մասիսար տեսած չի լի։ Նա մենակ Արագածը տեսած կլինի։ Կիրի, Սմբատ Հովանեսյան։ Այսպես ռետորական հարցով ավարտում ենք։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Մեր հյուրը Թագուհի Ղազարյանն էր, կհանդիպենք ցտեսություն։ Ես եմ շնորհակալ։